Ոչ ոք անթերի ու կատարյալ չէ։ Բոլորս էլ ինչ-ինչ թերություններ ունենք։ Ոմանց համար դրանք խոչընդոտ են դառնում, ոմանց համար էլ նշնչանքի աղբյուր։ Այս հեռուստանովելն այն մարդկանց մասին է, որոնք ուզում են հաղթահարել ճանապարհին ծագած բոլոր դժվարությունները եւ դրանք հաշվի չառնելով առաջ գնալ։ Նրանց պարզապես մի փոքր քաջալերել է պետք։ 10,000 ռուփի կանխավճար վերցրեք, մնացածը պատվերը ստանալուն պես կվճարենք։ Լավ, շնորհակալություն։ Դիվակար տղաս, մենք գնում ենք հագուստ գնելու։ Դու երևի մեզ հետ կձանձրանաս։ Ավելի լավ է թափքին մի տեղ հրավիրիր։ Նրա համար մի լավ նվեր գներ։ Ես նրա հետ չեմ ուզում գնալ, հայրիկ։ Ես ավելի լավ է ձեզ հետ գամ։ Ինչու չես ուզում գնալ։ Դեռ երեխա ես, որ մեր փեշից կախված ման գաս։ Ամուսնանում ես, այնպես որ լավ կլինի, եթե հարսնացուիդ հետ միտեղ գնաս, ժամանակ անցկացնես։ Գնա, լավ։ Ես էլ կգամ ձեզ հետ։ Լրիր, դու երեկ ես նրանց հետ գնացել։ Չի կարելի ամեն րոպե նրանց կողքին լինել։ Դուք մենակ գնացեք։ Լսեք, ես ուզում եմ նվեր գնել ձեզ համար։ Նվեր։ Ինչու պետք է ձեզնից նվեր ընդունեմ։ Ես աղջիկներից նվեր չեմ վերցնում։ Ես եմ տղա, ես պետք է նվեր գնեմ։ Ասեք, ինչ եք ուզում։ Ոչ մի բան։ Մի բան ասեք։ Հագուստ, կոշիկ, պայուսակ, մի բան։ Դե լավ, ես մի զույգ կոշիկ կվերցնեմ։ Գնանք։ Լավ, լսեք։ Եթե չեք ուզում, որ ձեզ բան նվիրեմ, լավ։ Բայց չմերժեք, եթե ձեզ ալու չատ հյուրասիրեմ։ Գոպալքերին շատ համեղ ալու չատ է պատրաստում։ Լավ, ինչ կա որ գնանք։ Գոպալքերի ինձ սիրած ձևով իսկ նրա համար մի սովորական ալու չատ պատրաստիր։ Ես չեմ ուզում ուտել, ստամոքսս դրանից խանգարվում է։ Բայց Գոպալքերու չատից չի խանգարվի։ Սպասեք, ես հիմա նրան կբացատրեմ։ Գոպալքերի քիչ համեմունքներ լցրու, թող կծու չլինի, թող համեմն ավելի շատ լինի։ Մի քիչ էլ ջուր դիր կողքին։ Լավ։ Ոչինչ, ես այսպես էլ կուտեմ։ Ոչ, սպասեք, սա կծու է։ Շատ կծու է։ Ասում էի, չէ։ Իսկ ես այդպես էլ շատ եմ սիրում։ Լեզվին օգուտ է։ Էլի կուզեք։ Նայո։ Տեսեք, ինչ լավ շերվանի է։ Հենց առաջին հայացքից հավանեցի։ Ինչ կասեք, Կրիշնականջի։ Այո, լավն է, դիվակարին շատ կսազի։ Այո, ուրեմն վերցնում ենք։ Այո։ Լսեք։ Այս այլ վերցրեք։ Սիրուն է, չէ։ Սա իմ ապագա հարսի համար է։ Արտակարգ ասեղնագործական նմուշ է։ Ինչ չտեսնված գույն ունի։ Հենց տեսա հարսիս մասին մտածեցի։ Այո, մամ։ Տես սա մեր թափքին շատ կսազի։ Նա սրանով թագուհու տեսք կունենա, ճիշտ չէ։ Ահա։ Երկուսը միասին ինչ արժեն։ Դի նայիր։ Շերվանին 45,000 է։ Լահենգան էլ 65,000։ Գիտեք խնամի, ես ու կինս էլ մեր հարսանիքին ճիշտ այսպիսի շերվանի ու լահենգա ենք հագել։ Եվ զոքանչը սիրով էր գնել դրանք մեզ համար։ Մոր համար ավելի հաճելի ինչ կարող է լինել։
Ամբողջ քաղաքում սրանից ավելի լավ ապրանք չեք գտնի։ Երկուսը միասին 5 կիլոգրամից ավելի քաշ չունեն։ Կրիշնականջի, ինչ եք մտածում։ Ոչ մի բան, ոչինչ խնամի։ Ես միայն կասեմ, որ տվածս խոսքից երբեք հետ չեմ կանգնում։ Ու միշտ վճարում եմ։ Բայց անկեղծ ասած, Հասկանում եք։ Մենք մեր փեսայի համար կգնենք ինչ որ կուզեք, բայց այսքան թանկսգեստ մեր աղջկա համար դա մի քիչ ձեր աղջիկը մեր հարցն է դառնալու։ Մենք այնպես ենք ուզում նրան հագցնել, որ նրա լեզվի թերությունը չերևա։ Երևի հասկանում եք, թե ինչ ենք ասում։ Պարզ է, չէ՞։ Այո։ լավ, մենք համաձայն ենք վերցնել։ Կարող եք փաթեթավորել։ Երկուսն էլ։ Դուք կարող եք ընտրել ինչ ուզում եք։ Ես մի ուրիշ գործ ունեմ անելու։ Նայեք սրան, ինչ գեղեցիկ է։ Այո։ Ես հիմա կգամ, շտապ պետք է զանգ տամ։ Լսեք, ես մի րոպեից կվերադառնամ։ Համեցեք։ Ձեզ ոչ մի բանից մի զրկեք ու մի մտածեք, որ ձեզ ուզող հարցերին լուծում չկա։ Մոտեցեք ու կտեսնեք, թե ինչ հրաշքներ ենք այստեղ գործում։ Ձեր արտաքինին վերաբերող ցանկացած խնդիր կշտկենք։ Դուք ինքներդ էլ ձեզ չեք ճանաչի։ Հակիմ ջի, այնպես արեք, որ կնոջիցս ավելի բարձրահասակ լինեմ։ Ես չեմ ուզում նրանից կարճ լինել։ Մի մտածիր տղաս։ Ես քեզ մի այնպիսի տեղ կտամ, որ հասակդ 2 մատնաչափով կբարձրանա։ Ինչ որ բան գնացիք, սա ապարում։ Սա չէ։ Սա փաթաթեք։ Փառք Աստծո, սրանք գոնե բարձրակրում չեն։ Սա տվեք։ Խնդրեմ։ Հակիմ ջի, այնպես արեք, որ կնոջիցս ավելի բարձրահասակ լինեմ։ Ես չեմ ուզում նրանից կարճ լինել։ Դի։ Տեսար թե ինչ գեղեցկություն է, ճիշտ չէ։
Ինչ ես անում։ Ինչու ես հավաքում այդ բոլոր կոշիկները։ Ես գիտեմ։ Նա շատ է շտապում փեսայի տուն գնալ։ Դրա համար էլ արդեն հավաքվում է։ Բարև ձեզ։ Դրան դեռ շատ կա։ Դեռ հալդի, մեհենդի, հարսանիք է պետք անել։ Հետո նոր կգնաս։ Իսկ դու արդեն պատրաստվում ես։ Եվ դու խոստացել ես ամեն օր մեզ տեսնելու գալ։ Եթե վերջացրիք, կարող եմ մի բան ասել։ Ես դեռ չեմ հավաքվում։ Ուրեմն, ինչու ես այս կոշիկները հանել։ Որովհետև սրանից հետո բարձրակրունկ կոշիկներ չեմ հագնելու։ Այո, բայց ինչու։ Որովհետև սրանից հետո ես միայն այսպիսի տափակ հողաթափեր եմ հագնելու, բայց դու սիրում ես բարձրակրունկ կոշիկներ։ Ինչու ես հանկարծ այսպիսի բան որոշել։ Այսքան տափակ կոշիկներ։ Ադիտի, կրունկների պատճառով ոտքերը սկսում են ցավել։ Կարող եմ նաև մկաններս ձգել։ Այնպես որ այսօրվանից էլ ոչ մի բարձրակրունկ կոշիկ։ Դու կյանքում մի բան էիր սիրում, բայց հիմա ինչու ես աղջկա հոգին հանում։ Նա վաղն ամուսնու տուն է գնալու։ Մամ, դիդին իր բոլոր կոշիկները հավաքել է։ Այո, տեսնում եմ։ Սրանք դիվակարն է քեզ համար գնել։ Լավն են, չէ՞։ Ու այնքան հարմար են։ Ես էլ ստիպված չեմ լինի բարձր կրունկներ հագնել։ Աղջիկս, հույս ունեմ, որ քեզ երջանիկ ես զգում։ Այո, մամ։ Դիվակարը շատ լավ մարդ է։ Շատ լավն է։ Այո, աղջիկս։ Բայց հասակը, բոլորն ասում են, որ տղան ու աղջիկը պետք է ամեն ինչում հավասար լինեն։ Դրա համար էլ հասակներն էլ պետք է հավասար լինել, բայց աղջիկները հիմնականում կարճահասակ են լինում տղաներից։ Իսկ իմ հարցում բախտս բերել է։ Ու ես այնպես չեմ անի, որ նրանից բարձրահասակ երևամ։ Կաշխատեմ, որ ամեն ինչում հավասար լինենք։ Ճիշտ։ Թափկի աղջիկս քո լեհենգան ուղարկել են։ Մամ, արի գնանք տեսնենք։ Այո, գնանք։ Դուք էլ եկեք։ Դիդի, թափկին այս հարցում էլ հաղթող էր։ Այո, շարմաճի, Կրիստականն է խոսում։ Հարսանիքը վաղն է։ Շտապ երկու զույգ օգնող ձեռք ուղարկեք։ Այո, շնորհակալ եմ։ Մամ, ինչքան սիրուն է։ Պատկերացնում եմ, թե ինչքան թանկ կլինի։ Սկեսուր սկեսրայրդ են ընտրել։ Հատուկ քեզ համար։ Բայց ինչու եք այսքան ծախսարել։ Աղջիկս, կարևորը որ հավանեցիր։ Մեզ ուրիշ բան պետք չէ։ Բայց սա իսկապես գեղեցիկ կլինի, երբ հագնես։ Ամեն դեպքում, հայրիկ, ինչու են դիվակարի ծնողներն այդքան փող ծախսում։ Դուք չպետք է համաձայնեիք։ Չէր կարելի։ Նրանք միայն ընտրել են։ Իսկ վճարողը հայրիկն է եղել։ Ադիտի, Հայրիկ, ես տեսա, որ դու ես վճարում։ Հայրիկ, ինչու։ Նրանք են պահանջել, որ դու վճարես։ Ինձ ճիշտն ասա, մամ։ Նրանք են պահանջել։ Աղջիկս, նրանք չեն պահանջել, բայց մենք, ուրեմն, ինչու եք դուք վճարել։ Ասա, ինչ արժեր սա, հայրիկ։ աղջիկս,
तेरी मुस्कुराहट जितनी Այս լեհենգան ոչինչ է քո թանկարժեք ժպիտի դիմաց։ आगे इस लहंगे की कोई कीमत नहीं तेरे पैदा होने से तेरे Սրա արժեքը չի կարող համեմատվել այն ասահման երջանկության հետ, որ դու բերել ես քո ծնունդով पीछे इस घर में छोड़कर जाएगी եւ այն հիշողություններով, որ մեզ ես թողնելու։ कीमत नहीं Նա իր աչքերից։ इन आंखों Սրանք երջանկության արդյունքներ են लग रही है եւ դրա դեմ खुशी है तेरी Աղջիկս, खूबसूरती मोल भी मिले कम है լավ, բավական է։ मेरी बात सुन Դու այնքան չկնախ կրինես այդ զգեստով, होगी नहीं ना तू इस लहंगे को पहन के որ աշխարհում ոչ մի թագուհի सुंदर लगेगी ना ऐसी कि आज քեզ तक չի համեմատվի։ किसी ने नहीं देखी होगी Բայց հայրիկ, ինչպես ես վճարում այսքան թանկ բաների համար։ शादी Դե շատ վաղուց եմ պատրաստվում քո հարսանիքին։ Ես հաշիվ ունեմ քո անունով։ उसी से Բոլոր ծախսերը այդ գումարից եմ անում։ भाई Եղբայրդ էլ Դուբայից է բավական մեծ գումար փոխանցել այդ հաշվին։ शादी तय हो गई है Նա ասել է, որ ես հարսանիքի համար ոչինչ չխնայեմ։ बस Տեսար, और बेटा उस ամեն ինչ կարգին է, մի մտածիր։ कोई कमी नहीं रहनी चाहिए समझे ना Բայց հայրիկ, նա երբ է տուն գալու։ बेटा Աղջիկս նա փորձում է, բայց դա դժվար բան է։ मुश्किल होगी Երկու ամիս առաջ պետք է զգուշացնի, որ Հնդկաստան գալու թույլտվություն ստանա։ पड़ता है ऐसे अचानक Ուրեմն հայրիկ, बेटा तो क्या पापा վարուն Վահայան չի գալու հարսանիքիս։ शादी में नहीं आएंगे? बेटा काम है Աղջիկս հասկացիր, նա աշխատում է, क्या करो բայց ես կխնդրեմ, որ նորից փորձի։ Մի նեղվիր։ Լավ, चलो 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 լավ, եկեք գործի անցնենք։ Արդեն ուշ է։ Եկեք։ चलो Հայրիկ, ես ցուցակ եմ կազմել։ Ուղղակի աչքի պետք է անցկացնել։ Լավ աղջիկս, Պունամջի, ես մի քանի զանգանեմ ու վերադառնամ։ Սադրանջի, ինչ եղան ծաղիկները։ Նարգիզներ եմ ուզում, նարգիզներ։ Այո, բոլորի համար։ ठीक है Լավ։ जी Այ քեզ բան։ Ինչու հաշվե համարի համար խափեցիր թափքին։ Եվ երբ է Վարունը քեզ փոխանցել։ Նա այնտեղ չի կարողանում իր գլուխը պահել։ उस बेचारे के पास Մեզ որտեղից էր ուղարկելու։ जो भेजेगा Պունամջի։ Պետք չէ մեր աղջկա տրամադրությունը գցել։ Այս ինչ է։ Մեր ծախսերը, Վարունի ծախսերը։ वो लड़की Որտեղից ենք ամեն ինչ ծածկելու։ कहाँ से करेंगे Ամեն ինչ կկարգավորվի։ Դու միայն աղջկա ծոպիտին նայիր, ու հույսդ Աստծո վրա դիր։ Եթե դա նրա կամքն է, Պունամջի, ամեն ինչ լավ կլինի։ विश्वास है मुझे Ես հիմա կգամ։ Լավ։ Մամ, տեսար։ Հենց որ փեսան զանգ տվեց, Դիդին մեզ մոռացավ։ Ալո։ Ալո, թափքի։ Ինչ եք անում։ Առանձնապես ոչինչ։ Հարազատներիս հետ նստած էի։ Ձեզ մոտ ինչ կա։ Դե ես էլ ընկերներիս հետ եմ։ कुछ दोस्त है Մանկության ընկերների հետ մենք ենք ասել, որ զանգ տակես։ Դու խոսիր։ Նրանք ուզում էին տեսնել ձեզ այսօր ընթրիքին։ मिलना चाहते हैं आज डिनर पर Այո,
Բայց հայրիկը Հայրիկը չի թողնի, հայրիկը չի թողնի։ Ոչինչ, ես հասկանում եմ, որ դուք ուրիշ գործերել ունեք։ Ես կասեմ նրանց, մեկ է գալու են հարսանիքի։ Այնտեղ էլ ձեզ կտեսնեն։ तुम सबको तो तभी मिल लेंगे ठीक है իհարկե Լավ։ Անջատեց։ Իսկ դու ինչ մարդ ես։ Արդեն փոխվել ես, գիտես, արդարացի չէր։ Չթողեցիր, որ խոսենք էլ նրա հետ։ कैसे बताऊं Ինչպես ասեմ, որ նա լեզվի թերություն ունի։ उसकी Որտեղ են մտքերդ դի լսիր դիվակարն այնքան ուշադիր է देखना दीदी նա այնքան է մտածում իմ ու ձեր բոլորի մասին मेरे और նրա փոխարեն ուրիշն ինձ कितना सोचते हैं կստիպեր իր հետ ընտրելու գնալ कि कोई और होता तो բայց դիվակարն այդպեսին չէ पर जाने के लिए նա լավն է देता अरे भाई Եղբայր արագ շարժվեք։ Դեղին ծաղիկները այստեղ կապեք, կարմիրները այստեղ։ Իսկ դուք լսեք։ Այստան բոլոր անկյուններում փոքր լամպեր կախեք։ Հասկացաք, արագ։ समझ गए जल्दी जल्दी Նամասկար Կրիշնական ջի։ नमस्कार Նամասկար, բայց ինչու եք եկել այստեղ։ Ասել էի, որ ինքս կգամ բանկ։ मैं खुद बैंक आ जाऊंगा Ես լավ նորություն ունեմ եւ անձամբ եմ եկել դազես հայտնելու։ 600,000 ռուպի վարքին, որի համար դիմել եք, հավանություն է տրվել։ ինչ վարկ Ահա ձեր փաստաթղթերը։ जी Այո, շատ շնորհակալ եմ։ Ես ես վաղը կզանգեմ։ Իհարկե, ցտեսություն։ չեմ էլ հասկանում թե երբ այսքան մեծացա դեռ հիշում եմ այն օրը երբ հայրիկի ձեռքը բռնած քայլում էի երբ քայլում էի մայրիկի սարի փեշից բռնած իսկ հիմա հայրիկը հրաժեշտ է տալու ինձ ես նրանց շատ կկարոտեմ իմ ընտանիքն աշխարհի ամենալավ ընտանիքն է ամենալավ बेस्ट फैमिली Դի, ինչ ես կարդում? Շուտ, արագ հետ դուր այդ թուղթը։ Ոչ, նախ ասա թե ինչ է սա։ Կճմրթես։ तुम सबके लिए Հենց հիմա ինձ դուր։ Ոչ, ասա թե այստեղ ինչ է գրված։ Սրանք իմ զգացմունքներն են ձեր հանդեպ։ Ես հետո կասեմ թե ինչ եմ ձեր նկատմամբ զգում։ Թող կարդամ զգացմունքներդ։ Եղբայրս գոռում է, բայց ես նրան շատ եմ սիրում։ Ուրեմն դու սա միայն ինձ համար ես գրել։ Մնացածը կգրեմ, երբ թուղթն ինձ վերադարձնես։ Ոչ, նախ բաց թողից ու թող բոլորի համար կարդամ։ Շուտ դա ինձ դուր։ 600,000 Բայց այսքան շատ։ Ինչպես ենք դա մարելու։ Ուրամ ջի, ինչու ես այդքան մտածում։ Աշարժ գույքի գործերս լավ են գնում։ चल रहा है Ամեն ինչ էլ կհասցնենք։ Միայն թե այնպես չանես, որ թափկին իմանա։ नहीं चाहिए Խնդրում եմ։ Լույսերը միայն այստեղ կկախեք։ Դրսում ոչինչ անել պետք չէ։ Ուրամ ջի, ես եմ այդպես ասել։ Ինչու ես բարկանում։ Հայրիկ, շուբ ինչ ես տեսել։ Չեմ տեսել աղջիկս, երևի Ադիտիի հետ է։ Ոչ հայրիկ, լավ։ अच्छा Շուբը ձեզ թուղթ չի տվել։ Թուղթ։ Ինչ թուղթ։ Ինչ է պատահել։ हुआ क्या बेटा Ոչինչ չի պատահել։ Ես դա ձեզ էլ պետք է ցույց տայի։ Ահա, երևի բերել ու այստեղ է դրել։ Քո թուղթը սա է, ոչ թե դա։ Ինձ մոտ է։
Շուշ, ինձ դուր թուղթը։ Մամ, հայրիկ, լսեք թե ինչ է գրել մեր մասին։ Շուտ թուղթը։ Մայրիկ, տեսնում եք, փչացնում է անակնկալս։ खराब कर रहे हैं Շոփ հանգիստ թող նրան տղաս։ बेटा Թուղթը նրան դուր տղաս։ Մայրիկ, मैंने आपसे ես ձեզ համարել եմ մի բան գրել։ Ցույց տուր։ Վաղը ցույց կտամ։ Բունամ ջի, ամեն ինչ լավ կլինի։ काला शाकाला काला सरदार करे दफा करूं मैं आप दिले दीनार काला शाकाला ससड़िए मेरे भांग पुतर को है की दो शराबी ससड़िए Ջիջուն այստեղ է։ Ջիջու, արի այստեղ։ Դա ընկերդ է։ Նայո, ընկերս է, եկեք։ काला शाकाला मेरा Ջիջու, ես հիմա ցածկելու եմ, բռնիր։ Բայց ախր Շոփ, Ինչ է անում այս տղան։ տղաս ինչու ես նեղություն տալիս։ Դիվակար տղաս, նամաստե։ 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 Բայց հանկարծակի եք եկել, հուսով եմ ամեն ինչ նորմալ է։ Այո, ամեն ինչ լավ է։ Ես ուղղակի իմ कि एक्चुअली हम մի րոպե։ Նամաստե, քերի։ Ես Անանտն եմ։ Դիվակարի մանկության ընկերը։ Սա էլ կինս է։ Նամաստե։ Ներեցեք, որ առանց զգուշացնելու ենք եկել։ Մենք նրան մի կերպ ենք համոզել, որ գա։ Տղաս, ներս եկեք։ बेटा Ամեցեք։ अंदर आओ एक्चुअली अंकल Քերի, մենք ընթրիք էինք կազմակերպել մեր հարսի համար։ प्लान किया है Մենք բոլորս ընկերներով ամուսնացած ենք եւ միայն դիվակարներ մնացել։ Դրա համար այսքան ուրախացել ենք նրա համար։ Կարող ենք մեր հարսին տանել մեզ հետ։ Վաղը հարսանիքն է։ Դրա նախորդ օրը հարսը չի կարող տնից դուրս գալ։ Մենք դեռ մեհենդի պետք է անենք։ Ոչ, մորաքույրը ճիշտ է, եթե գնանք, շատ ուշ ենք վերադառնալու։ अच्छा नहीं लगता ना Մենք գնանք։ हम लोग चलते Սպասեք։ Ջիջու, սպասեք։ Մամ, հայրիկ, թողեք թափքին գնա։ Նա նրանց հետ ընտրելուց հետո իրեն ավելի լավ կզգա։ Հավատացեք։ Վաղը հարսանիքն է։ Մենք դեռ մեհենդի պետք է անենք։ Մեհենդին կանենք, երբ տուն գա։ Խնդրում եմ, մամ, թող գնա։ Մեր փեսան իր ոտքով է եկել։ Հայրիկ, համոզիր մայրիկին։ के जाने दे दी को Մամ, այս ընթրիքը նրանք ամբողջ կյանքում կհիշեն։ Չէ, ջիջու։ नहीं Հա, ոչ, այսինքն, այո, լավ բունամ ջի։ Թող գնա։ Շնորհակալություն, քերի, մորաքույր։ Լավ, ես հիմա նրան կբերեմ։ Բայց ջիջու, ես մի պայման ունեմ։ Ինչ։ अब आप आ ही गए हो तो Եթե եկել ես, थोड़ी रौनक बना दो ուրեմն պետք է ապարես։ नहीं Ոչ, ես բարել չգիտեմ։ मुझे नाचना ही नहीं आता Կյանքումդ գոնե մի անգամ պետք է ապարես։ चलो Արի այսօր փորձենք։ Արի։ Ադիտի, काला शाकाला काला सरदार करे दफा करूं मैं आप दिले दीनार काला शाकाला ससड़िए मेरे भांग पुतर को है की दो शराबी ससड़िए मेरे भांग पुतर को है की दो शराबी मेरा Ես թողեցի, որ նա ընտրելու գնա։ Իսկ եթե հանկարծ մի բան պատահի։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։